Շարունակենք։ Շրոդինգերի հավասարումը, որ ալիքային ֆունկցիայով մեզ հասավ, ուրախ ենք, մասնիկները ալիքային տեսք ունեն, այս ալիքը մեզ ինտերֆերենցիա է տալու, այս ալիքը մեզ տանելու է քվանտային աշխարհից ավելի շուտ բերելու է համակարգիչների տեխնոլոգիա, այս ալիքը մեզ շատ է օգնելու։ Ալիքի ամբողջ իմաստը նախորդ դասը դա ամենտեղ գտնվելու հատկություն է ստացվում։ Շրոդինգերի հավասարումը, որ տալիս էր համակարգերի քվանտայի դինամիկան եւ ալիքային ֆունկցիայի ֆորմուլան փսիով ինքը ստացել է եւ միջև հիմա ուժի մեջ է, այդ ալիքը IT տեսակետից եկեք նայենք։ Ալիքը ֆորմուլաները արդեն նշել եմ, կարող եք նայել։ Ալիքը կմտնի IT, ալիքը կլինի, որ միաժամանակ էլեկտրոնը քանի որ ալիքով է, միաժամանակ ինքը ուրեմն ամենտեղ է։ Ծովի մեջ ալիքը որ խփում եք, չենք ասում ալիք XY-ում, ալիքը տարածվում է կրուկ օղակով, չէ։ Ամբողջ ալիքը ինչ որ մի տեղ է։ Որ կետում է, ալիքը տարածվում է ժամանակի մեջ, ալիքը տարածվում է տարածքում։ Խնդրեմ, այստեղ կար եւ տարածքը X-ը եւ ժամանակ, այսինքն ալիքի տարածումը ժամանակում եւ որտեղ լինելու ֆորմուլան ստացել եմ։ Հիմա քվանտային սուպեր դիրքը օգտվում է երկճեղքային համակարգից, սուպեր դիրքը օգտվում է Հեյզենբերգի անորոշությունից, սուպեր դիրքը առաջանում է, որ քանի որ մենք միաժամանակ գտնվելու ալիքային աշխարհի հետ կապ ունենք, ապա քվանտային սուպեր դիրքը ասում է, որ մեր մասնիկը միաժամանակ բանից պարզվում է, էլի, այսպես հնարում ենք։ Սա ուղղակի թեզ է։ Միաժամանակ բոլոր տեղերում գտնվելու իր հատկությունն է։ Քվանտային սուպերպոզիցիա ստացվել է տանունը ինչու։ Ըստ Շրոդինգերի հավասարումով t-ն էլ x-ն էլ ալիքի ձևով է, բայց հավանականային, որը հետո ուղղել են իրան։ Այսինքն ստացվում է, որ հավանականային է գտնվում է ինչ որ միտեղ, բայց ալիքի ձևով, ասենք միաժամանակ ամենտեղ հոյակապ է։ Սա կոմբինատորիկա լուծելու համար է։ Սա հենց այն կորիզն է, սուպեր դիրք լինելու հատկությունը հնարովի է։ Այսինքն ստացվում է, որ էլեմենտը, էլեկտրոնը սուպեր դիրքում է, իր դիրքը որոշել չեք կարող։ Հեյզենբերգի անորոշությունն է ասում։ Միաժամանակ շատ տեղերում է, ինչ լավ է։ Ես քեզ բիտ կսարքեմ, քեզ կստեղծեմ բիտ որպես, այսինքն ստացվում է, որ ես կունենամ բիտ, անուն դնեմ Q բիտ, այս Q բիթը այս բիթից կտարբերվի նրանով, որ սա կամ 0 է, կամ 1, սենց վերցնենք, Q բիթը միաժամանակ եւ 0 եւ 1 անverջ ալիքի ձևով։ Խնդիրներ լուծելուց ես իրանք ասեմ, դե բիթեր ջան, Q բիթեր ջան, սկսեք խնդիր լուծել, իրանք ոչ մեկը դեռ որոշված չի 0 թե 1։ Սա հենց IT-ի գլխավոր մեր IT մոտեցումն է, այսինքն գլխավոր մոտեցումը բիթը մենք անցում ենք կատարում շատ ավելի կարևոր բանի, որը կոչվում է Q-բիտ։ Մենք բիթից Q-բիտ անցնելու տեխնոլոգիան ֆիզիկայից եկանք, Շրոդինգերի ալիքային ֆունկցիան ասում է, որ էլեմենտը ինքը ալիքով կտարածվի, հավանականային կլինի, դեռ չենք իմանում ով է ասում է Հեյզենբերգը, եւ արդյունքում ստացվում է մենք հնարում ենք նոր գաղափար քվանտային սուպերպոզիցիա գտնվում էլեմենտը, այսինքն էլեմենտը դեռ որոշված չի։ Կոպենհագենի կամ ընդհանրապես երկճեղքայինում ասել ենք, որ եթե փորձում էլեկտրոնին նայում ես, նոր է դառնում դիրքը։ Այսինքն դիտարկողն էլ մենք ավելացնենք սրա վրա եւ կստանանք քվանտային համակարգ, քվանտային կոմպյուտեր ավելի շուտ համակարգը կա։ Այսինքն ինչ է ստացվում, միաժամանակ ֆոտոնը, էլեկտրոնը միաժամանակ կոմբինացիաների մեջ է գտնվում, այսինքն գծային համարենք, սենց որտեղ բազմապատկում կա այնտեղ, գծային կոմբինացիայի մեջ է գտնվում բոլոր տեղերը միաժամանակ լինելու հատկություն, բայց ալիքային ֆունկցիայով բռնվող։ Քանի որ ինտերֆերենցիա տեղի ունենալու կտեսնենք, այսինքն ալիքը տարածվելու հատկություն կունենա, ապա մենք կարող ենք ասել, որ այդ ինտերֆերենցիան հենց կորոշի մեր ամենակարևորը ինֆորմատիկան, կվանտային։ Ինչևից է, մինչև նրա չափելը, շատ կարևոր բան, սուպերպոզիցիան ինչ ասում, էլեկտրոնի դիրքը որոշված չի։ Հենց նայում ենք մեր երկչափային, էլի ասում, երկճեղքային, այս օրինակ մեզ անverջ է պետք, այս աչքը տեսնում եք։ Այս աչքը հենց չափում է
թե որտեղով է անցել, մեզ մոտ էլեմենտը ալիքայինից դառնում է 0,1, ալիքայինից դառնում է կորպուսկուլյար եւ անցնում է կամ ստեղով եւ երկու հետ կա տալիս։ Այս ֆիզիկայի այս փորձը մեզ տանում է մի աշխարհ, որից նաեւ մենք կօգտվենք որպես IT մասնագետներ, իրեն կտանենք նաեւ քվանտային ինֆորմատիկա բաժին։ Ահա եւ ստացվում է, որ մեր ինտուիցիան սկսի մեզ սպանել։ Ինտուիտիվ մտածելակերպը նյուտոնյան արդեն այն չի։ Ծնված օրվանից դուք ինչ տեսնում եք, այդտեղ պլանկի հաստատությունը այնքան փոքր է եւ 0 է, որ մենք չենք զգում ոչ ալիք, ոչ բան, ոչ սուպերպոզիցիա, մեր էլեմենտները սիրուն նստած ապրում են մեզ հետ։ Մեծ քանակով ատոմներ են, մեծ քանակով էլեկտրոններ, պրոտոններ եւ այլներ, նրանք սուպեր դիրք չեն ստացել, այլ ֆիքսվել են, նրանց պլանկի հաստատությունը շատ փոքր լինելու պատճառով դրա համար մենք նորմալ չենք տատանվում, էլի ստեղ ընդեղ, մենք կանք, մենք չկանք, մենք կանք, չէ։ Մակրոաշխարհում կարճ ասած դա կա, բայց դա չկա։ Այնքանով չկա, որ ըստ ֆորմուլաների ասեցի, մաթեմատիկա է, ել եմ ասում։ Մեր աչքերը մաթեմատիկայով կարող են մտնել այդ սուպեր աշխարհը։ Մի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում, մենք տեսնելով դեպքում լազերով ենք տեսնում, ասենք 500 նանոմետր լազեր ենք գցում։ 500 նանոմետր է։ Պրոտոնը ատոմը մոտարապես 0,1 նանոմետր է։ Հիմա հարց, էլեկտրոնը 1000 թե քանի 1000 անգամ քիչ է։ Այսինքն մենք մեծ գործիքով ոնց կարող ենք 10,000 անգամ փոքր մասնիկը ինչ որ գործողություն, նրան որ ուզենք շնչենք կողքը տեղը կփոխի։ Այսինքն մենք չենք կարող մեր իմացած բարիերը կա, մեր աշխարհը, մակրոաշխարհը, բարիեր ունի, որ ուրիշ գործիք, ուրիշ դեր էլեմենտ, ուրիշ ալիք չենք հայտնաբերել, որ դա ավելի մանր լինի, քան ընդհանրենք միկրոաշխարհը։ Այս նանոմետրերի հետ կապված մենք այդ աշխարհը ոնց որ միաժամանակ տեսնում ենք։ Ուրեմն մեր ինտուիցիան, որտեղ օբյեկտը միշտ ունենք հստակ վիճակ, արդեն չի աշխատում։ Մենք ինտուիտիվ մտածելակերպը, այսինքն մենք ծնված օրվանից ֆիքսված ձևով ենք տեսնում, իսկ միկրոաշխարհը անֆիքս է եղել։ Եվ մի քանի վիճակների միաժամանակյա համադրությունը մեր աշխարհում չկա։ Ծնված օրվանից դուք այդպես չեք խաղում կամ այդպես չեք տեսնում։ Շատ լավ սուպեր դիրքը որոշեցինք, որ դա հնարովի է մեր կողմից, բայց ելնելով այս իմ ասած բոլոր տեսությունները նորից չկրկնեմ, որ միաժամանակյա իր ալիքի պատճառով հավանականային շատ տեղեր կարա լինի, ապա ստացվում է, որ սուպեր դիրք կհամանենք դրան։ Մենք նույնիսկ դրա մասին խոսացել ենք եւ գիրղուշի հետ կապված մի տեղ ունեմ, դրա մասին ես եւս մի անգամ պիտի ասեմ։ Եկեք մաթեմատիկորեն նկարագրենք, անուն դնենք։ Ուրեմն Շրոդինգերը դրել է այսպիսի անուն, psi, պայմանավորենք բրիկետներ են կոչվում։ Եթե ես սենց եմ դնում եմ 0 սենց, այս երկու նշանը HTML-ում օրինակ սա կա, գիծ եւ մեծ, սա 0-ն է, սա ասում է բրիկետ, այսինքն քյուբիտ 0։ Եթե ես նույնը ես վերցնեմ գիծ 1, էլի սենց, ապա այս մեկը կլինի քյուբիտ 1, սա պայմանական նշան է, եթե այս երկուսը մեր շուրջը պտտվում են, այսինքն մոտավորապես սրա մասին է խոսքը։ Այ սա եւ սա մեր շուրջն են, այս գիծը եւ այս փոքրի նշան, անունը բրակետներ են կոչվում, բրիկետ եմ ասում, սխալ է, բրիկետը աղյուս է, բրակետներ են կոչվում, psi-ն էլ է այդտեղ մտնում, այսպես նկարագրություն որ տեսնեք նշանակում է, սա գտնվում է անորոշ վիճակում, բազում անվերջ ալիքային վիճակ, նշանն է այդպիսին, եւ պարզ է, եթե ես հիմա ուզում եմ աշխատել, այսինքն մենք հիմա պետք է ստեղծենք հետեւյալ մի հատ ֆորմուլա կստեղծենք, օրինակ քյուբիտը դեռ չենք իմանում ինչ է եւ մենք իրեն դեռ կանցնենք, մեր ալիքային ֆունկցիայի psi-ն սուպեր դիրք պահելու համար այսպիսի ֆորմուլա են մեզ ներկայացրել։ Անգիր ենք անում։ Ասում է, որ բրեկետներով ալիքային ֆունկցիա, սենց ուղիղ դնեմ, որ ինձ շատ չխանգարի, բրեկետներով ալիքային ֆունկցիա, սա նշանակում է, որ ալիքային ֆունկցիա է միաժամանակ շատ տեղ է գտնվում, 0 վիճակը կստանա ալֆա գործակից, 1 վիճակը կստանա բետա գործակից։
Սա նորություն է, որովհետև ասել ենք ալիքային ֆունկցիան ամեն դեպքում ինքը որոշվում է հավանականորեն որտեղ կգտնվի, հավանականության համար երկու հատ փոփոխական ենք հնարում, ալֆա բետա, 0,1-ը դա էլեկտրոնի կամ վերև սպին կամ ներքև, ֆոտոնի պոլարիզացիան կամ ուղիղ կամ հորիզոնական, վերջին հաշվով իրանք 0,1-եր են, դրա մասին ասել եմ։ Էլեկտրոնը հենց չափում ես կամ վերև է նայում, կամ ներքև, վերջին հաշվով։ Ինքը միլիարդ վիճակներից սպինը իրա, դողում է, վազում է, վազվզում է, դեռ չի որոշել 0,1-ա, 0,1-ա, 0,1-ա։ Հենց էլեկտրոնին ինչ որ մեկ աչքով տեսնում է, նա կամ վերև է կանգնում, կամ ներքև, 0 կամ 1, ահա IT աշխարհի մեր իմացած բիթերին գոնե այս ձևով հարաբերվում ենք, որ կարող կոմպյուտեր գցենք ու աշխատենք։ Այսինքն այս հիմնական վիճակներ են 0,1, որը այդպիսին են, իսկ հալիքային ֆունկցիան, որ տվյալ մոմենտին այս երկուսի գումարը ասում է, որ ալֆա բետա հավանականության ամպլիտուդներ են։ Չմոռանանք, որ մենք մտնելու ենք միա Գիլբերտովի աշխարհ կոչվում, կարճացվելը, կարճ ասած կոմպլեքս թվերի աշխարհ, դա հնարվել է մաթեմատիկայում, այսօր IT-ում է օգնում։ Ահա որ շատ օգտակար աշխարհ է, ահա որ շատ։ Ուրեմն ստացվեց, որ կոմպլեքս թվեր դի միջոցան կոմպլեքս թվեր են, սակայն ունեն եւս մի շատ կարևոր մաթեմատիկական բավարարում, մեզ համար է դա լավ։ Նրա абստրակտ արժեքը, որը ամպլիտուդ կհամարենք, բետան, նույնպես ամպլիտուդ, абստրակտը, սա կլասիկայից է վերցրած։ Քառակուսիները պետք է հավասար լինեն 1-ի, ոչ թե այդ երկուսի գումարը լինի հավանականային 1։ Ֆորմուլան պետք է գալիս մաթեմատիկական դուրսբերումներով, սա ավելի մեզ օգտակար է։ Առաջինը, քանի որ իրացիոնալ թվերը մինուս են տալիս եւ այլն, կոորդինատը գնում է մինուս, գալիս է պլյուս, մենք ամպլիտուդան պետք է դրական ունենանք։ Այսինքն հավանականությունը չի կարող մինուս հավանականություն լինի։ Եթե մենք հավանականային դաշտ ենք բերում, այս ֆորմուլան պարտադիր է։ Սրա անունը նորից եմ նշում, այստեղ ափսոս նշված չի, բայց կլինի նորմալիզացիա կոչվում։ Այս նորմալիզացիան պարտադիր է։ Մաթեմատիկներին շնորհակալություն։ Մեզ տանջանքներից ազատում են, որովհետեւ մենք շատ չչարչարվենք։ Ուրեմն չափման ժամանակ համակարգը կոլապսվում է։ Վերջապես կոլապս բանը մենք տեսանք։ Այսինքն ինքը կոլապսվում է հուշգիր գցելուց, օրինակ մենք այս մի անգամ ասել եմ, վերջին հաշվով ֆուտբոլի ստադիոնում եթե հուշգիր են գցում, վերջին հաշվով կոլապսվում է խոտի վրա եւ որոշում են դարպասների տեղերը կամ ով է գնդակ առաջինը դարպասահարում։ Կոլասում է կամ 0,1, բայց սա ռեալ 0 է, կամ 0,1 կամ 0,1 ինքը ասում է, որ սա քվանտային աշխարհից եկած 0,1-եր է, բայց իրանք 0,1 դառնում են հավանականություն։ Այս ֆորմուլայի նկարագրությունը մեզ հիմքը IT սա պիտի անգիրանի անվերջ։ Ալիքային ֆունկցիան անգիր ենք անում, Շրոդինգեր, շնորհակալություն, որ նյուտոնյան մաքսվելյան օրենքներով մեզ տվեցիր։ Հնարովի սուպերպոզիցիա ենք վերցնում, սուպերպոզիցիան այս ֆորմուլայով հարաբերում ենք, նորմալիզացիա ենք անում, ասում ենք, եղբայր, դու հավանականային ես։ Դու քո տեղը դեռ որոշված չի։ Այս հավանականությունների հետ, որ մենք խախտանք, ապա մենք կարող ենք վատ լուծումները քչացնենք հավանականությունները, օգտակար լուծումները ուժեղացնենք, դրա մի 1000 անգամ կրկնենք, իսկական լուծումը մեր առաջը կգա։ Դեռ չէ, դեռ կիմանանք, շատ դժվար է սովորել քվանտային ինֆորմատիկան, բայց կընտելանանք կամաց-կամացով ինքը իրան ստացվելու է, թե երբ դա կստացվի չեմ կարող ասել։ Այսպեսով ստացվում է, որ օրինակ սուպեր դիրքի ներկայացան առյուրյա օրինակներից բերենք։ Մետաղադրամի նետումը, ֆուտբոլի ստադիոնում, մի քիչ առաջ ասեցիք, հուշգիրը կոլապսվում է ներքևում։ Վերևում դե ասա, ղուշատը գիրա, ճիշտ է, շատ ուժեղ պրիբորներով կարելի է սա տեսնել, հատուկ լազերներով, որտեղ կոպեկը մակրո աշխարհ է, կոպեկը սանտիմետր է, լազերը նանո միկրոից փոքր նանո, պարզա մենք կարող ենք իսկապես տեսողական հաստատ հաշվարկ անել, բարդ հաշվարկ է, բայց քվանտային կոմպյուտեր հաշվարկանի ղուշ անգնելու տեգիր, բայց էլեկտրոնային աշխարհում բացարձակ մենք իրան հաշվել չենք կարող, որտեղ լազերը 1000 անգամ մեծ է տվյալ ֆոտոնից կամ էլեկտրոնից, դրա համար մենք չենք կարող հաշվել, ինքը կոլապսվում։ Ահա ինչպես կյանքից հուշգիրը կոլապսվում է, ավելին ասեմ, Շրոդինգերի կատու գոյություն ունի, որ ինքը
ցանկացել է Շրոդինգերը միշտ ցանկացել է, որ абսուրդ է, որ քվանտովի մեխանիկայի հավանականայինը ճիշտ չի, եւ իր կատուն է մեջ բերել, դա ասել է, հա, ինչ, մի կարծում եք կատուն սաղ չի, ասինքն ինչ, հիմա կատուն երկու վիճակում է ապրում։ Հիմա ասեմ, Շրոդինգերն ասում է ըստ իր տեսության, բերում այդ օրինակը, որ դեմ դուրս գա, որ քվանտայի մեխանիկան լրիվ չի, բայց եւ այնպես ինքն էլ է հետո ընդունել։ Ֆիզիկ ենք դնում արկղի մեջ, կարող եմ ֆիզիկ նկարել, թե չէ, չգիտեմ, սենց, ահա, վեխիկներով, ահա, ստեղ դրած է ուրանի մի հատ ինչ-որ էլեմենտ, որը ռադիո ալիքով միանգամից սպանում է։ Հիմա մենք որ սրա դուռը բացում ենք, ու սա սենց է, հենց բացում է, ֆիզիկը մահացած, սատկած է։ Սիրում են ասել քնացնել, ռուսները այդպես են սիրում ասել, մարիօրինակում սպանելն է, քնացնել, բայց ուրանով չես քնացնի, իսկ քնացնող դեղերը ռադիոյով հաստատ չունեն։ Սա պարադոքս է ստացվում։ Ինչևից է։ Այս ուրանը կջարդվի ուրանի, ենթադրենք, վերցրենք ինչ-որ ապսեկան վերջ, ինչ-որ տարա, կամ ինքը կաշխատի ուրանը ճառագայթել եւ ֆիզիկը խաչի տակ կլինի։ Հիմա մենք որ բացում ենք, սա 50% գիտեք, ռասպադը, ատոմաների ռասպադը, ուրանի բանի 50%-ը, մաքուր 50%-ը, ռասպադի բանը, կա, չէ, պոլար ռասպադ գոյություն ունի, ինչևից է։ Ուրեմն 50% հավանականությամբ ստեղ կկրակի եւ կսպանի ֆիզիկին, 50%-ով ոչ։ Ինչ է ստացվում։ Հիմա մեր ֆիզիկը մակրոաշխարհում էլի գտնվում է երկակի վիճակում, չէ։ Մենք դեռ չգիտենք սատկացա, թե սաղա, քնածա, թե արթուն է։ Դա ավելի գեղեցիկ է։ Ոչ ոք չգիտի։ Այս սալով ինքը ցանկացել է ցույց տա, որ մակրոաշխարհը դեռ կարծեմ քվանտովի մեխանիկան այդքան լրիվ չի, որ մակրոաշխարհում այդպիսի բան չի կարող ունենալ ֆիզիկը ներսում սատկացա թե եւ այլն, մենք գիտենք, որ վիճակը կա եւ հաստատ բացում ենք, ու հավանականային տեսնում ենք։ Ամեն դեպքում չբացած դեռ հաստատ ինքը մահացած չի, այդտենց էլի։ Վերցնենք, սատկած չի։ Ահա Շրոդինգերի այս օրինակը իվս ցույց է տալի, որ միաժամանակ մակրոաշխարհում միաժամանակ Շրոդինգերի կատողի օրինակ ասում է, որ միաժամանակ ինքը սատկած է եւ արթուն է։ Չսատկած է կան։ Մինչև արկղը չենք բացում, արկղ բացելը դիտողն է։ Այս են մեր երկչեղքային բանում օրինակում ցույց է տալիս, որտեղ է գտնվում։ Ուրեմն, եթե չբացենք արկղը, շատ լավ։ Հիմա հաջորդ հետաքրքիր, ասում եթե դիտարկենք քվանտային ինֆորմատիկայի տեսակետից, ստացվում է, որ քվանտային ալգորիթմի հիմնական առավելությունը քյուբիտներն են, սուպեր դիրքն են, եւ շատ կարեւոր մի բան, որը որ մենք դեպս կկրկնենք, ինտերֆերենցիայի շնորհիվ, այդ ալիքի տարածման ինտերֆերենցիայի շնորհիվ կատարել հաշվարկ բազում վիճակների միաժամանակ հաշվարկ։ Այս ինտերֆերենցիան շատ լուրջ է, մենք դաս որպես անցնելու ենք։ Այսօր մի հատ քվանտային ինֆորմատիկա հասանք, քվանտային ալգորիթմների քյուբիտը կհնարենք դեռ չենք անցել, սուպեր դիրքի եւ ալիքային ինտերֆերենցիայի շնորհիվ մենք բազում վիճակների տեխնոլոգիա ենք ուզում ստանանք տվյալ էլեմենտի բիթի վրա։ Միաժամանակ ապահովում է շատ կարևոր բան։ Զուգահեռ այդ բոլորը կարանք կատարենք։ Զուգահեռությունը ֆոն Նեյմանին հակառակ է, մեր հաշվիչ բեկերաների կառուցվածքի հիմք դնող գիտնականի ասացին, մեր կառույցը, մեր բոլոր կոմպերը ֆոն Նեյմանով են աշխատում մինչև վերջերս, տեսնային։ Կոմբինատորիկ եւ էքսպոնենցիալ խնդիրներ լուծելու համար։ Ահա եւ վերեց այնտեղ, որ քվանտային ինֆորմատիկան բավարար բարդ խնդիրներ լուծել կարելի է, նրանք կլինեն մեծ հաշվարկով, անունը մաթեմատիկայում կոմբինատորիկա է, իսկ էքսպոնենցիալը գիտենք, ասենք 2n աշճան, n-ի 2 աշճան, n-ին աշճան, ֆակտորիալ, նրանք էքսպոնենցիալ, ասենք միանգամից արագ են աճում, դրա համար շատ համակարգիչներ միանգամից շատ չեն հաշվում։ Օրինակ, շախմատը լուծելու համար 10-12 քայլ խորը ամբողջ հաշվարկը չեք կարող անել միլիարդավոր տարիներին։ Բազա եվրիստիկաներով AI-ով մենք մի քիչ թեթևացնում ենք մեր վտանգը։ Պայմանավորվենք Oracle կդնենք անունը, Oracula են ասում, Oracle անգլերեն։ Մեր քվանտային համբյուտերը միավորը կհամարենք ուրեմն մեծ կոմպլեքսի մի մաս, որը Oracula, այսինքն մի հրաշք բան է, մի անհասկանալի մարդ է, որը որ չգիտենք ոնց է խնդիր լուծում, եւ ինքը խնդիրը կլուծի, բայց էլի կարևոր մի միտք կասեմ այս բաժնում,
Մենք ֆազաների շեղման հրամաններ կունենանք շատ սիրուն բանա, կտեսնենք, որ մենք այդ միկրոաշխարհում լավ բան ունենք, եւ նրա ամպլիտուդան կուժեղացնենք։ Եթե մուզիկաներում լսած կաք, դոլբի է կոչվում, վիսոկիները բարձրացնելը լավացնում է, հաճելի է դարձնում, տենց բան կա, մաքրում է ձայնը, այ տենց, դոլբի սիստեման մաքրում է ձայնը։ Թողնենք երաժշտությունը։ Ուժեղացնում է ամպլիտուդան, ինչ է նշանակում։ Մենք որոշ հրամաններ կկիրառենք քվանտային, այսպես ասած, հրամաններ կամ քվանտային վենտիլներ են կոչվում, կամ գեյտսեր, այդ քվանտային հրամանները թույլ լուծումը կթույլացնի, ուժեղ լուծումը, ճիշտ լուծումը կուժեղացնի վերջին հաշվով, շատ կրկնելու դեպքում եւ մեծ կարգի իտերացիա է կոչվում։ Իտերացիա բառը մենք օբյեկտ-օրիենտեդ անալիզ դիզայնում ենք անցել, ահա իտերացիան ստեղ իր գլխավոր մասն է։ Եթե OOP-ում, C#-ում, .NET-ում, ծրագրային լեզուներում իտերացիան մեծ պրոյեկտներում ցանկալի է 1, 2, 10, 20, ստեղ 1000, 10000, 100.000 անգամ իտերացիայի դեպքում մեծ հավանականությամբ ճիշտ լուծումն է դեպքն է, դեր առաջ է դրված։ Եվ ի՞նչն է նշանակում, որ արդյունք ենք ստանում, վերջնական լուծում ենք ստանալու, որը ճիշտ է լինելու։ Շատ լավ։ Այսքանով ամփոփեցի քվանտային սուպեր դիրքը ով է։ Այս ձևով մենք անընդհատ նույն բանը կրկնելու ենք այդ առումով եւ երկու փոքր օրինակ։ Մենք մտնենք Q#-ի օրինակներ ենք անելու, Qiskit կա, IBM իրան ունի, Python-ով ունեն իրենք, իրանք սիրում են նաև վենտիլներ ա կոչում կամ գեթսերով, սխեմայով, շատ սիրուն է, մենք դրա մասին էլ կխոսենք։ Ես copy-paste կանեմ այսքանը, կտանեմ այն համակարգիչը, ես 2019-ով եմ անում, չգիտեք ինչու 2019-ը գույները պահում է, 22-ը այս գույները փախցրել է։ Մտնում եք Q# application եք գտնում, ասենք մենք քվանտային ծրագրավորումը Microsoft Visual Studio-ի Q#-ով ենք անել։ Մի լեզու կա, մեզ զրի տրված է, ուրախ եմ։ Ինքը կդնի անուն, ինքը նախնական ինչ-որ բան կտա։ Մի վայրկյան։ Մի քիչ երկար գնաց, եկեք նայենք ստեղ, այս մի օրինակն է, մյուս օրինակն է, եւ ալիքային ֆունկցիայի կոլապսը մյուս դասին կփորձենք, չենք հասցնի այսօր կատարել։ Մի վայրկյան։ Ուրեմն տեսեք։ Այս ծրագիրը փորձենք նայել։ Ունենք namespace, շատ մոտիկ է C#-ին, եթե ինչ-որ մեկը C#-ով է ծրագրավորում։ Այնպես .NET-ը C#-ի լավեն է, որ դու լոգիկան կգրեք միտեղ, մնացածը քվանտային կապ կլինի, քվանտովի կամպյուտերին կապ կլինի, կապ կլինի, ասենք սերվերին կապ կլինի, ու ասենք կապ կլինի խաղերին, կապ կլինի մոբայլին, կլիենտին եւ այլն, դեսքթոփին։ Ամենամեծ .NET-ի առավելությունը փոքր ռեկլամ .NET-ի։ Namespace անուն ինքը դրել է, փակագծերը C++-ից Java-ից է վերցրած։ Open-ը մեզ մոտ using-ն է, նախնական ինքը երկու տարածք է տալի, namespace-ի տարածք, այստեղ open-ով անունը, բայց եթե դուք հանկարծ C# իմանաք, այնտեղ using բառն է, չվախենաք։ Entry point-ը սա մեր մուտքի տեղն է, main-ը որը համարենք, ինքը միշտ սա ման գալիս։ Ունենք ֆունկցիայի նման մի հետաքրքիր բան, մի քիչ ուրիշ ձևի է գրված, անուն, փակագծեր, պարամետր ոնց որ, երևի operation բառը մեզ կհուշի ինքը ինչա, եւ մեջ հրամաններ, այս փակագծի մեջ առաջի հրամանը տեսնում եք, hello quantum world։ Ինչու՞ միայն quantum world, բարև, B-A-R-E-V։ Չգիտեմ հայերեն կտա թե չէ, չեմ փորձարկել ճիշտն ասած։ Եթե հայերեն չտա, C#.NET-ում ոնց է հայերենը չեմ կարողացել, հեսա մի վայրկյան ինքը կաշխատի, ինքը թարգմանում է, քվանտային է, առաջին դու գիտեք .NET-ը սիրում է միանգամից, առաջից հարց որպես թարգմանի տվեց։ Հայերենացել է, քվանտային նաև հայերեն է բարել, շնորհակալություն։ Ես առաջի հրամանը ձեզ սովորացրեցի, տեղը սովորացրեցի, կառույցում բարև բառլուս արդեն կա, console write line բարև, եթե մենք վերադառնանք բանին, C#.NET-ին, շատ լավ։ Եվ օրինակը ոնց որ կոպի եմ արել, այս օրինակը նորից տանեմ։ Հիմա այս օրինակը աշխատող օրինակը copy paste ինձ համար շատ հեշտ ավելի։
այդ can-ը կա, էլի անունի տարածք point-ը կա, անունը superposition example, result նշանակում է return-ը անելու ինչ ունենանք, այսինքն return ունի, ինքը արդյունք է մեզ վերադարձնելու, եթե ես return անեմ, սա արդեն C++, Java, C# բռնում է մյուս առարկաներին, մյուս լեզուներին ավելի շուտ, result փոքր փոփոխականը ինքը թույլ է տալու, որ կատարի result, այսինքն display-ի վրա կհանի ներքին կարգով է դարած, թեկուզ մենք ունենք նաև ցուցադրություն, որը message-ով մի քիչ առաջ ցույց տվեցի, ինչ է գրած, առաջի հրամանը, qubit ենք ստանում, այսինքն մենք արդեն ծրագրավորում ենք սովորում, using, տեսեք, Q տալ qubit նշանակում է Q փոփոխականը սարքում ենք 0 նախնական վիճակում, ինքը զրոացնում է, շնորհակալություն, բայց qubit-ային 0 է, դեռ qubit-ը չենք անցել, բայց իրան պետքա բարևենք։ Ուրեմն ինքը զրոացնում է, ուրեմն մեր qubit-ը 0 վիճակում է նստած։ Հենց սկզբից զրոացրած է։ Երբ որ ես դնում եմ hash, Hadamard Gates է կոչվում, մենք աշխատացնում ենք այս ֆորմուլան։ Վերջապես սուպեր դիրք, այսինքն ալիքային ֆունկցիա ենք աշխատացնում։ Ես 0-ն դառնում է, նո սենց վեսենք, օդում կախված դողացող էլեկտրոն։ Չգիտենք միլիարդից որի վրա է։ Բայց Hadamard-ը 50% կարա 0 տա, 50% մեկ։ Այս ալիքային ֆունկցիան հավասար է այս ֆորմուլայով 0 + 1-ը բաժնած քառակուսի արմատ 2-ը է նորմալիզացիային a քառակուսի + b քառակուսին հավասար է 1-ի հատուկ դեպքն, այսինքն ֆորմուլան տեղերը փոխում եք, դասվում է քառակուսի արմատ 2 է ստացվում։ Այսինքն մի հրամանել սովորեցինք, բացի qubit-ից, մենք սովորեցինք, որ կարող ենք hash Hadamard-ը հրամանը դնել, ինքը կգտնվի հարվանականային 0-1 վիճակով։ Վերցնում ենք let, լավ բան է, վերցնում ենք, դա let-ը քվանտները վեսեն են, JavaScript-ում կա let-ը, integer-ը չկա ստեղ, տենց նայենք, let result եւ երկրորդ կարևոր միտքը աչքն է m measurement, այսինքն ես չափում եմ, նայում եմ այդ էլեմենտին, qubit-ի այս մի էլեկտրոն է ենթադրենք, չափում եմ, դե քանի որ ինքը ալիքային ֆունկցիան արդեն Hadamard-ը 50-50 է տար, այս մեկը տենց է աշխատում։ Իսկական ղուժգիր աշխարհի ամենաճիշտ ղուժգիրն է, ոչ ոք չի կարող այս 50-50-ը ձեռքից խլի։ Ինքը սովորական random չի, 50-50 կա մեզ մոտ, բայց դա random է մոտավոր։ Իսկական 50-50 է։ Շատ լավ։ Հիմա եթե if ենք անում resultat-ը 1 է, մենք իրան շրջում ենք x երրորդ հրամանը սովորեցինք, not-ն է։ X հրամանը շրջում է կարճ ասած 1-0 տարբերակով, եթե qubit-ը դարձել է 1, ապա նա պետք է դարձնել 0 վիճակ գործելով, այսինքն մեզ պետք է նախնական վիճակի բերել, զոգեցը not անում, այսինքն ինքը ինչ եղել է, հակառակն է տալու։ Շատ լավ, եկեք նայենք, Ctrl F5 եւ ծրագիրը աշխատեց։ Նա դուք էլ ուշադիր կնայեք, սա մեր առաջի ծրագիրն էր, ես կոմպիլյատորի տեղը ձեզ սովորացրեցի, փորձեմ տեսնեմ, ահա, խնդրեմ 0 եկավ։ Ոչ մի խնդիր։ Գնացինք առաջ, այդտեղ հրամաններ կա, որ նախնականը պետքա շրջել, որ հաջորդ օրինակին չխանգարի, ինչևից է, 3 հրաման սովորեցինք, qubit ենք ստեղծում, հավանականային 50-50 Hadamard-ը սարքում, սուպերպոզիցիա սա երբեմն կոչվում, ինքը գտնվում է սուպերպոզիցիայի մեջ 50-50%-ով եւ շրջում ենք ինչ եղել է հակառակն էս տարբերակով։ Նորից աշխատացնեմ։ 1 տվեց, նորից աշխատացնեմ։ Էլի 1 տվեց, նորից աշխատացնեմ։ Էլի 1 տվեց, հետո էլի աշխատացնեմ։ 0 տվեց, այսինքն 50% հավանականությամբ ինձ հետ հարաբերվում է, առաջի մեր բարևը, սա օգտակար չի, բայց գոնե գիտենք ղուժգիր գցել, սա արդեն իսկական զարթկցելու ձև է, եթե դուք ուզում եք որևէ տեղ, դուք որևէ բան, այսինքն որևէ զարթ գցեք եւ 100%-անոց մաքուր զարթ գցել ստացվի։ Հաջորդ օրինակը մենք ցույց տանք երկու քյուբետերի համար, կարճ օրինակ է, երկու քյուբետերի համար այս օրինակը փորձեմ ցուցադրել։ Խնդրեմ։ Մենք
տարբերություն կտեսնենք, որ մենք երկու քյուբիտերի դեպքում վեկտոր կցանկանանք ստանալ, այստեղ վեկտորի մասին արդեն խոսք կգնա, մենք կստեղծենք երկու քյուբիտ վեկտորի մեջ, ադամարը, հաշը, հադեմարը, 0,1, 0 համարի վեկտորում և 1 համարի վեկտորում երկու քյուբիտ կունենա, կատարում է լեց չափագրում, այսինքն մենք չափում ենք կատարում և վերադարձնում ենք նրանց սկզբնական վիճակում։ Մենք վերադարձնելու ենք ամեն դեպքում, ինչպես նախորդ օրինակը ես նշեցի, այստեղ գրված է ազատում ենք քյուբիտը ճիշտ վիճակում, այսինքն մենք ուզում ենք քյուբիտը հետագայում օգտագործելուց ստուգել, եթե մեկը սարքել 0, եթե 0-ը թող մնա 0, ապագայի համար։ Այդպիսի բան կա նաև այս փոքր օրինակում։ For-ը հետագայում մենք կանցնենք, մենք արդեն հրամաններ ենք անցնում, in հավասար է, ասենք 0-ից մինչև 1, ռեզուլտատը նայում է, ասենք արդյունքը նայում է և result է վերցնում։ Այդ նույն գործողությունը ուղղակի վեկտորի տեսակետից կամ երկու բիթի տեսակետից։ Ctrl F-ին և այս օրինակը նույնպես համարենք ավարտած։ Մի վայրկյան, այս օրինակը, որը մյուս օրինակի շարունակությունը որպես երկրորդ, տեսեք 0,1։ Ես հանում եմ, սա ավելի հետաքրքիր է, այն առումով, որ մենք տարբերություն ենք տա 0,1, ադամարը լավ չի աշխատում, մի հատ էլ, էլի 0,1, մի րոպե, 0,0, ես հավանականությունը ինձ ճնշեց, 0,0, 1,0, այսինքն ես իսկապես այս օրինակում տեսնում եմ, որ երկու բիթերը նույնպես հավանականային աշխատում են և արդյունք են տալիս 50-50% հավանականությամբ իր սուպերդիրքի շնորհիվ։